Սպիտակ քաղաքի մշակույթի տանն ենք։ Մինչ միջոցառումը այստեղ կսկսվի, երրորդ հիմնական դպրոցի աշակերտները անհամբեր սպասում են մարզպետ Արթուր Նալբանդյանի եւ պաշտոնատար Արայել Անձանց։ Մարզպետը ժամանելուն պես չխախտեց ավանդույթը։ Նախ երեխաների հետ զրուցեց, այնուհետև ներկաները տեղափոխվեցին պալատ։ Միջոցառումը սկսվեց աղոթքով, որից հետո քահանան մեկ անգամ եւս հանդես եկավ հայտարարությամբ։ 1915 թվականին 1.5 միլիոն անմեղ նահատակների համար այլևս չենք սգարու, քանի որ նրանք դասվեցին սրբերի շարքը, եւ մեր սուրբ նահատակների հիշատակը այլևս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է լինելու, այլ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն, եւ այսուհետև ուրախությամբ նահատակներին հիշատակելու ենք որպես սրբերի եւ հայցելու ենք նրանց բարեխոսությունը։ Քահանայի խոսքին հաջորդեց Սպիտակի երրորդ հիմնական դպրոցի աշակերտների խոսքը։ Վերջիններս ներկայացրեցին հայոց պատմությունը, մինչ 1915 թվականն ու դրանից հետո թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացվածը։ Ծագեց հայկական հարցը։ Եվրոպական դիվանագիտությունը սկսեց գործածել հայկական հարցը, որպես Թուրքիային ճնշելու գործիք, իսկ թուրքական կառավարությունը որդեգրեց նոր ռազմավարություն։ Այն հայկական հարցի վերացման համար որոշեց ընտրել հայ ժողովրդի բնաջնջման տարբերակը։ Պատմությունը ներկայացնելուց հետո աշակերտները թվեցին այն երկրների անունները, ովքեր ճանաչել են հայոց ցեղասպանությունը, հնչեցրեցին նաև ազգագրական երգեր, որին հաջորդեց բեմադրված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը։ 1921 թվականին Սողոմոն Թեհլերյանի կողմից Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Թալիա Փաշայի սպանության փաստը, սակայն հաշվի առնելով դրդապատճառ հանդիսացող հանգամանքները դատարանը որոշեց նրան ամենակ ճանաչել եւ ազատ արձակել։ Մարզպետ Արթուր Նալբանդյանը նշում է նմանատիպ միջոցառումները կարևոր են եւ մեծ նշանակություն ունեն հատկապես դպրոցահասակների շրջանում։ Մարզպետը տեղեկացրեց նաեւ միջոցառումների ամբողջական ծրագրերը չեն ավարտվել։ 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումները շարունակվելու են մինչև 2015 թվականի ավարտը եւ սա հերթական այն միջոցառումներից էր մարզային ծրագրով նախատեսված, որը մենք բոլորս այսօր ունկնդիրը եղանք եւ ուրախալին այն է, որ մեր դպրոցահասակ երեխաներն են հիշում եւ պահանջում, որը մեզ շատ կարեւոր է եւ ես համոզված եմ, որ ցանկացած հայ աշակերտ պարտավոր է իմանալ հայ ժողովրդի պատմությունը եւ դրանով իսկ պահանջատեր դառնալ Թուրքիայից։ Մեզ համար կապ չունի 100-րդ տարելիցի կոնկրետ օրը անցել է թե ոչ, մեզ համար միջոցառումները շարունակական բնույթ են կրում եւ պետք չի կոնկրետ սահմանափակվել հենց միայն 100-րդ տարելիցի կամ ապրիլի 24-ին կոնկրետ նվիրված միջոցառումներ հենց ապրիլի 24-ին։ Պետք է դուրս գալ այդ կարծրատիպերից եւ միջոցառումները կազմակերպել ինչու՞ չէ, նաեւ սեպտեմբերին, հոկտեմբերին եւ բոլոր յուրաքանչյուր օր մեր բոլոր հարևաններին, մեր շրջապատող մարդկանց բոլորին պետք է հիշեցնել, որ մենք հիշում եւ պահանջում ենք ամեն օր։ Այսպիսով միջոցառման կազմակերպիչները Սպիտակի երրորդ հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Աննա Խաչատրյանը, տնօրեն Շահեն Հարությունյանը նշում եւ խոստանում են, իրենց դպրոցում միջոցառումների կազմակերպումները շարունակվելու են եւ հայի պահանջը Թուրքիային շարունակվելու է այնքան, քանի դեռ նա չի ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Նայնի Ասատրյան, Համլետ Պապանյան, Մոլորակ, Սպիտակ։